Ալանքը իրավական իմաստով տոտալ ապօրինի է, որովհետև տվյալ քրեական գործով հիմնավոր կասկածի նվազագույն շեմը անգամ բավարարված չէ Եվրոպական դատարանի կողմից հաստատված նախադեպային իրավունքով եւ ավելին ամբողջ քրեական գործը հարուցված է հարցազրույցի հիման վրա, որը Սամվել Կարապետյանի հարցազրույցն է, երևում է, որ իր հարցազրույցն է, ինքը չի կարող հրաժարվել իր հարցազրույցից եւ չի հրաժարվում, եւ հետեւաբար գործով վկաներ չկան, որ դու մարդուն օրինակ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրես, նա ազդի գործի անցող վկաների վրա կամ գործի ընթացքի նա չի կարող ազդել, որովհետև չկա որևէ փաստ։ Այսինքն ընդհանուր process-ը պատիժ է, նայեք, չի կարող միջդատական վարույթը պատժի տարեր ունենալ իր մեջ։ Սա միջազգային հայտնի իրավական սկզբունք է։ Ամբողջ գործընթացը պատիժ է, որը կազմակերպվել եւ ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից եւ այն զուլալ քաղաքական հետապնդում է։ Մի բան էլ ասեմ, ակնհայտ անմեղ մարդուն քրեորեն հետապնդելը դա քրեական հանցագործություն է։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ներգրաված են այդ process-ի մեջ, բոլոր այն մարդիկ, ովքեր մարդկանց թևեր են ջարդել, վնասվածքներ են տվել անմեղ մարդկանց, որ ուղարկի այդտեղ կանգնած են եղել, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն, սա հանցագործություն է։ Եվ ես եւս մեկ անգամ այս հնարավորությունից օգտվելով դատապարտում եմ այդ ամբողջ process-ը եւ պահանջում եմ օր առաջ ազատ արձակել պարոն Կարապետյանին։